Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է բիզնես խորհրդատու Արեն Ապրիկյանը։ Պարոն Ապրիկյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ։ Վերջին օրերին շատ է խոսվում տնտեսության հետ կապված խնդիրների մասին, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին։ ԵԱՏՄ երկրները քննարկում են արել եւ որոշել են Հայաստանի հետ կապված մի այսպիսի փաստաթուղթ տալ Մհեր Գրիգորյանի ձեռքը եւ ուղարկել Հայաստան։ Դուք մնում եք ԵԱՏՄ-ում, թե հանրաքվե եք անում եւ որոշում եք օրինակ գնալ ԵՄ։ Խոսենք ընդհանրապես, եթե այսօր չնայած Նիկոլ Փաշինյանն ասում էր, երբ որ մենք որոշենք գնալ ԵՄ, նոր հանրաքվե կանենք։ Հիմա ամեն դեպքում իրավիճակն այնպիսին է, որ չորոշածել արդեն մեր տնտեսվարողները խնդիր ունեն սահմանին։ Ինչ կարող է Հայաստանի տնտեսության հետ տեղի ունենալ, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը իսկապես որոշեց, որ մենք գնում ենք Եվրամիություն։ Նախ ինչ որ տեղի ունեցավ վերջի ԵԱՏՄ նիստին եւ այն հայտարարությունը, որ ԵԱՏՄ երկրների նախագահները արեցին, փաստացի կարելի ասել ուլտիմատում էր, հա, վերջնագիր էր, ինչ որ առումով Հայաստանին իդեմս Նիկոլ Փաշինյանի, որ պետք է շատ արագ Հայաստանը կողմնորոշվի եւ որոշում կայացնի, արդյոք ուզում է շարունակի մնալ ԵԱՏՄ կազմում եւ ուրեմն այդ ժամանակ պետք է վերադառնա, ինչպես ասում են, ամբողջական եւ լիարժեք անդամակցությանը, կամ պետք է որոշում կայացնի, որ դուրս է գալի ԵԱՏՄ-ից եւ գնում է դեպի Եվրամիություն, որովհետեւ համատեղելը դա անհնարին է, դրա մասին նաեւ ասել էր Վլադիմիր Պուտինը ապրիլին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, ինձ թվում է այն ժամանակ նաեւ ժամանակ տալով Նիկոլ Փաշինյանին, որ ինքը մինչեւ այդ ԵԱՏՄ նիստը, ոնց որ ասում են, կողմնորոշվի, որ կողմա ինքը որպես երկրի ղեկավար ուզում Հայաստանը տանի։ Միաժամանակ դրա հետ շատ լավ հասկանում են ԵԱՏՄ ղեկավարները, որ Նիկոլ Փաշինյանը ամսի 7-ին կարող է չվերընտրվի, հա, ընտրություններին։ Դրա համար նաև իրանք պահանջում են, որ այդ որոշումը կայացնի ոչ թե Հայաստանի իշխանությունը, այլ Հայաստանի ժողովուրդը, որովհետև իրենց այդ հայտարարությունով իրենք ցույց են տալիս, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի ժողովրդի կարծիքով, ոչ թե ինչ-որ առանձին ղեկավարների եւ անհատների, որտեղ շատ են տեսել երբեն որ տարբեր երկրների ուրեմն ղեկավարները ինչ որ որոշումներ են կայացրել եւ ինչ հետևանքներն այդ երկրների համար հետագայում եղել, որ նույն հետևանքները չլինեն Հայաստանի համար, իրանք փաստացի առաջարկում են Հայաստանի ժողովրդին այդ որոշումը կայացնել։ Եվ դա տրամաբանական է, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի իր ապագան, որ կողմ ենք ուզում գնա։ Իսկ երկրորդ հարցին պատասխանելով, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ինչ որ հրաշքով հունիսի 7-ից հետո եւ ինքը ինքնուրույն կայացնի այդպիսի որոշում կամ քաղաքացիական պայմանագիրը կայացնի այդպիսի որոշում, դա կնշանակի, որ ԵԱՏՄ-ի բոլոր այդ առավելությունները, որ Հայաստանը մինչ օրս ունեցել է եւ այս մի քանի տարի կարելի ասել առատաձեռն օգտվել այդ հնարավորություններից, իրանք ուղղակի կավարտվեն եւ մենք կանգնենք լրիվ այլ խնդրի առաջ, իսկ ինչ անել մեր արտադրանքի հետ եւ մեր արտադրության հետ, որ այսօր մեծամասամբ արտահանվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ այլ ԵԱՏՄ երկրներ, որ շուկաներն են մեր արչեւ իրենց դռները բացելու եւ սպասեն մեր արտադրանքը իրենց շուկաներում։ Տեսեք, բայց իշխանությունն ասում է, որ խնդիրը այս կամ այն շուկան չի, այլ մեր ստանդարտները։ Երբ որ Նիկոլ Փաշինյանին հարցնում ենք, թե դուք ինչ այլընտրակ եք ներկայացնում հայ տնտեսվարողներին, նա ասում է, որ իրենց ապրանքները պետք է բերեն համապատասխան ստանդարտների, որպեսզի իրացվի բոլոր շուկաներում։ Հիմա ինչ է սա նշանակում։ Մի կողմից, երբ որ լուրջ խնդիր ունի արտադրողը Հայաստանի, իրեն Հայաստանի իշխանությունն ասում է դեռ գնա ինչ որ մի ժամանակ, որոշակի ժամանակով ստանդարտներին համապատասխան արտադրանք արտադրի, աճացրու ինչ որ մրգեր, հետո կորոշենք էլ ինչ կլինի։ Այսինքն ինչ ժամանակամիջոց է ենթադրում, միջև հայ մեր տնտեսվարողները կարողանան իրենց ապրանքները բերել հասցնել եվրոպական չափանիշներին։ Հասկացա, նայեք, Նիկոլ Փաշինյանը ըստ իր ուրեմն սովորության խեղաթյուրում է եւ մանիպուլացնում է իրականությունը։ Հարցը ախր մենակ ստանդարտների մասին չի, ինչ անշկում ստանդարտ։ Ստանդարտը դա բարիեր է։ Այսինքն եվրոպական ընդհանրապես տնտեսությունը եվրոպական երկրների սենց պաշտպանողական տնտեսություններից մեկն է աշխարհի։ Իրանք ամեն ինչ անում են, որպեսզի եվրոպական արտադրողին որևէ վտանգ չսպառնա, որևէ մրցակցություն չլինի Եվրոպայի մեջ։
Նույնիսկ իրար մեջ եվրոպական խնդիրները ունեն երկրները ունեն լրջագույն խնդիրներ, այսինքն օրինակ կարող եմ բերել Հունաստանի համար շատ մեծ բարիերներ են ստեղծել իսպանացիները նույն ձիթապտղի սպառման համար, այսինքն եվրոպական շուկայում մաքսիմալ բարիերներ են, իրանք նույնիսկ իրար դեմ են մրցակցում Եվրոպայի մեջ այդ երկրները։ Հայաստանի պարագայում խնդիրը ստանդարտների մեջ չի լինելու, ստանդարտներին կարելի է հասնել ինչ-որ ամիսների կամ տարիների աշխատանքի ընթացքում։ Խնդիրը լինելու է այնտեղ, որ մեր համար կվոտաներ չեն հատկացնի պարզապես, որպեսզի մեր գյուղմթերքը մտնի եվրոպական շուկա, որովհետև եվրոպացի ֆերմերները առանց այդ լուրջ խնդիրներ ունեն սպառման իրենց ապրանքի, հատկապես սանկցիաների ժամանակ, երբ Ռուսաստանի դեմ սանկցիան մտել, իրանք չեն կարողանում վաճառել Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը միշտ մեծ սպառող ա եղել եվրոպական գյուղատնտեսական ապրանքների նույնպես։ Հիմա իրանք արդեն չեն կարողանում Ռուսաստան արտահանեն, հələ մի հատ էլ պետք է թողեն ինչ-որ մի հատ Հայաստան, որը իրանց համար ընդհանրապես անհասկանալի երկիր է, իր գյուղատնտեսական ապրանքով մտնի, դա աբսուրդ է, դա չի լինելու այդպես բան։ Էլ չեմ ասում կներեք կոնյակի մասին, գինիների մասին, հանքային ջրերի մասին եւ այլն, այսինքն դուք պատկերացնում եք իրավիճակ, որ հայկական կոնյակը կարողանա մտնի ֆրանսիական շուկա։ Եվ մրցունակ լինի։ Բացառում է, ֆրանսիացիք նույնիսկ արգելում են կոնյակ բառը օգտագործել ուրիշ արտադրողներին։ Դուք ֆրանսիացուն կյանքում չեք կարողանա համոզի, որ կոնյակը բացի ֆրանսիականից ընդհանրապես գոյություն ունի աշխարհում։ Ոչ մի հայկական կոնյակ ֆրանսիացին երբեք չի խմի։ Չի խմի։ Ինքը չի ճանաչում բացի ֆրանսիական կոնյակի, նույնը վերաբերում է շամպայնին, գինիների պարագայում լրջագույն խնդիրներ ունեն գինի արտադրողները Եվրոպայում, լրջագույն, որովհետև առողջ ապրելակերպը բերել է նրան, որ մարդիկ սկսել են ավելի քիչ ալկոհոլ օգտագործել։ Դա հայտնի փաստ է։ Եվրոպական բազմաթիվ երկրներում գինի արտադրող Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, որոնք սաղ աշխարհին գինի են մատակարարում, իրանք ունեն սպառման խնդիր այսօր։ Իրանք այսօր ստիպված են իրենց գինեգործներին ուրեմն սուբսիդիաներ տրամադրել, որ իրենք փոխեն ձևը իրենց գործունեության, այգիները ուրեմն բանի խաղողի ոչնչացնեն, չէ ուրիշ բաներ տնկեն։ Այսինքն մարդ պետք է բացարձակ անգրագետ լինի, չիմանա այդ բաները, որպեսզի կարողանա այդպիսի հայտարարություններ անել։ Բայց մեր իշխանությունները անգրագետ են, մեր էկոնոմիկայի նախարարն է անգրագետ, մեր վարչապետն է անգրագետ։ Ինչու ասում է մենք մեր ինքնիշխանությունն ու ազատությունը չենք զոհաբերելու հանուն տնտեսական առավելությունների։ Շատ փայլուն գեղեցիկ հնչող ֆրազ է, կարողանա այտենց հպարտ իրենց դոշին այդ քարտեզի նման խփեն այդ ֆրազը եւ քայլեն քաղաքով, բայց դրանից գյուղացին ուրեմն ավելի պակաս սոված չի մնալու, ասենց ասեմ, որովհետեւ այսօր խոսքը գնում է նրա մասին, որ մեր Հայաստանի բնակչության մոտ 40-45%-ը գյուղական համայնքներում ապրող ժողովուրդ է։ Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, նրանք մշակում են հող, նրանք զբաղվում են անասնապահությամբ, նրանք այգիներ են ուրեմն մշակում, ջերմոցային տնտեսություններ, ով մի քիչ ավելի շատ հնարավորություններ ունի ստեղծում են եւ այդ արտադրանքի մեծամասնությունը մոտավորապես 80%-ը գնում է այսօր ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես Ռուսաստան։ Եվ եթե Ռուսաստանը փակի շուկան, այդ մարդիկ մնալու են սոված։ Դա է իրականությունը։ Ինչքան ուզում են իրանք մանիպուլացնեն, պատմեն ձեզ հեքիաթներ, որ հեսա Եվրոպան, որ հեսա մենք կսուբսիդավորենք, լոլիկը կդառնա ավելի մատչելի մեր ժողովրդի համար եւ այլն, դա մանիպուլյացիա է, դա սուտ է եւ ասենց ասեմ, դա նախընտրական բան է։ Հիմա իրանք համար կարեւոր է այս մի շաբաթ ինչքան հնարավոր է փորձեն այդ դժգոհությունը գյուղացիների պահեն, բայց եթե ինչ-որ հրաշքով դա իրանց հաջողվեց, անմիջապես ընտրություններից հետո կսկսվի Մարլեզոնյան բալետի երկրորդ մասը, որտեղ արդեն ամբողջ գործիքակազմը Ռուսաստանը եւ ԵԱՏՄ-ն կսկսի գործի դնել Հայաստանի դեմ, եթե Հայաստանը այդ ուղուց չշեղվեց։ Տեսեք ինչ են ասում իշխանամերձ շրջանակներ եւ իշխանության ներկայացուցիչները, ասում են ԵԱՏՄ-ում այնպես չի որ ամեն ինչ էժան է Հայաստանի համար, մաքսատուրքերը բավական բարձր են, նույն գազի գնի հետ կապված ասում են բավական թանկ է, թող մեզ չսպառնան, ասեն գազը գինը թանկանում է։ Այսինքն այնպես չի որ այդ շուկան մեզ համար շատ էսպես սիրուն, պուպուշ ինչ որ մի բան է եւ մենք էլ հրաժարվում ենք ասենց։ Էլի սուտ են ասում, որտեղ իրանք խոսում են միայն ներմուծման մասին։ Այսինքն ներմուծման դեպքում այո, երբ որ մենք ներմուծում ենք ապրանք տարբեր երկրներից, մաքսատուրքերը բարձր են, որովհետև ԵԱՏՄ-ի տարածքում է մասն։ Բայց մենք պետք է մտածենք ոչ թե ներմուծման մասին, մենք պետք է մտածենք ոնց ենք մենք արտահանելու մեր ապրանքը ունեցած։
Դու կարաս ներմուծումը սահմանափակես կամ ներմուծված ապրանքդ մի քիչ ավելի թանկ լինի, բայց քո համար առաջնային խնդիրը տնտեսության զարգացման համար դա արտադրություններ ունենալն է եւ այդ արտադրության արտահանումը։ Դա է առաջնային խնդիրը տնտեսության։ Ներմուծելու համար շատ ուղեղ պետք չի կներեք, հա, ուղեղ պետք չի ունենալ։ Կապիկին էլ նստած է վարչապետի պաշտոնին, կարա ապրանք ներմուծի։ Իսկ ուղեղ պետք է ունենալ տնտեսությունը զարգացնելու, արտադրություններ դնելու եւ կարողանալ շուկաներ գտնել այդ արտադրությունը սպառելու համար, որովհետեւ մենք ինչքան էլ արտադրենք, մեր երկիրը շատ փոքր է եւ շատ փոքր շուկա է, որ կարողանանք այդ ամեն ինչը սպառենք։ Որևէ բիզնես մոդել, որևէ բիզնես պլան չի աշխատի, եթե դու ինչ-որ արտադրություն ես դնում, որը հիմնված է մենակ ներքին շուկայի համար, բացի փոքր խանութներից, փոքր ինչ-որ փռերից, ինչ-որ փուճուրիկ բիզնեսներից, փոքր բիզնեսից, բայց դա տնտեսության զարգացման զարգ չի կարա տա։ Տնտեսությունը զարգացնելու համար ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ մենք լոգիստիկ մեծ հնարավորություն ստացանք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, աղրկալակարս երկաթուղին կարող է լուծել տնտեսական այդ հարցերը։ Կլուծի, կփոխարինի, այլընտրանք կլինի։ Նո, նայեք, էլի հերթական սուտն է, որովհետև այդ հնարավորությունը միշտ եղել է։ Այդ երկաթգիծը նոր չի կառուցվել, այդ երկաթգիծը միշտ եղել է։ Միշտ էլ ցանկության դեպքում այդ երկաթգծով կարելի էր արտահանում իրականացնել։ Հարցը դու ինչ ես արտահանում եւ որտեղ։ Հետո ինչ որ կա երկաթգիծ, եթե դու չգիտես քո ապրանքը որտեղ արտահանես այդ երկաթգծով, ուզում ես 100 հատ երկաթգիծ ունեցի։ Ինչ է քեզ տալիս, եթե դու շուկա չունես քո ապրանքը արտահանելու համար։ Ենթակառուցվածքները շատ կարևոր են, եթե դու ունես շուկաներ։ Այո, Հայաստանը ունի ենթակառուցվածքների լուրջ խնդիր։ Այո, մենք լինելով փակ բլոկադայի մեջ գտնվող պետություն երկար ժամանակ, չունենալով բաց սահմաններ եւ այլն, մենք ունեցել ենք խնդիր, բայց դա խնդիրը եղել է ոչ թե նրանով, որ մենք չենք կարողացել արտահանենք, խնդիրը եղել է նրանով, որ մեր արտահանման գինը եղել է բարձր, որովհետեւ լոգիստիկան եղել է թանկ, հա, օրինակ եթե դու երկաթգծով չես կարող արտահանում ես ավտոմեքենաներով, ծիրանը օրինակ կամ լոլիկը, ինքը ավելի թանկ է։ Իհարկե, որովհետև մեքենաներով արտահանումը ավելի թանկ է, քան երկաթգծով։ Բայց մենք արտահանում էինք մեկ ավտոմեքենաներով։ Իհարկե, եթե ունենանք երկաթգիծ, դա կլինի ավելի էժան, ոչ մի խոսք դրանում։ Բայց մենք արտահանում ենք այն շուկաները, որտեղ կա պահանջարկ մեր ապրանքի այսօր։ Այդ երկաթգիծը, որի մասին խոսվում էր, որը Թուրքիայից համար ուր է գնալու, մենք Թուրքիային չենք կարողանալու արտահանենք։ Թուրքիան աշխարհի ամենախոշոր գյուղական գյուղմթերք արտադրող պետություններից է։ Սաղ աշխարհը թուրքական գյուղմթերք է օգտագործում։ Որ երկիրը գնաք կտեսնեք թուրքական մթերքներ, նույն լոլիկը, նույն վարունգը, չգիտեմ, ծիրանը, ամեն ինչ թուրքերը ամեն ինչ ունեն։ Մենք ոչ մի բան չենք կարող առաջարկենք աշխարհին, ինչը թուրքը չի կարող առաջարկի, ավելի շատ եւ ավելի էժան։ Դրա համար պետք չի մարդկանց էշի տեղ դնել, պետք չի մանիպուլացնել, փորձել այսենց տակից դուրս գալ այս իրավիճակի, չեն դուրս գալու տակից այս իրավիճակի։ Ձեր խոսքում անդադ նշում եք, որ եթե ընտրություններով վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, բավականին բարդանալու է Հայաստանի տնտեսության վիճակը։ Չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ընտրություններից հետո իր սովորության համաձայն գնալ Ռուսաստան եւ ասել. «Ինչ եք ուզում, ամեն ինչ դնում ենք մի կողմ, նորից լավ հարաբերություններ են կառուցում եւ այլն»։ Այս իրավիճակից ելնելով հնարավոր է, որ ոչ մի բան չփոխվի, մնա այնպես, ինչպես կար նախկինում, թե Ռուսաստանում արդեն վստահության մակարդակը շատ ցածր է։ Ինձ թվում է վաղուց Ռուսաստանում Նիկոլ Փաշինյան ոչ մեկ չի հավատում։ Ուղղակի երկար տարիներ ոնց որ դիմացել են, կամ ժամանակ չեն ունեցել զբաղվեն Հայաստանով, ես չեմ բացառում, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանով իր հակառուսական գործողություններով։ Բայց վերջին իրադարձությունները, վերջին մի ամսվա, երբ որ Հայաստան բերվեց ամբողջ հակառուսական եվրոպական էլիտան եւ հերիք չի բերվեց, դեռ իրանց այդ բերեցին են մյուս իրանց դրածոին Ուկրաինայում, որը ստեղից բացահայտ սպառնում է Ռուսաստանին հարվածներ հասցնելով, երբ որ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր օպոնենտներին, իր բոլոր մրցակիցներին պիտակավորում է KGB-ի շպիոն, KGB-ի աշխատակից, KGB-ի ագենտ, շատ վիրավորական տոնով, մոռանալով, թե Վլադիմիր Պուտինը ով է, էլի, որտեղ է աշխատել նախկինում։ Ես չեմ կարծում, որ իրան տենց հեշտ այդ ամեն ինչը կներվի, գիտեք։ Ինչքան ուզում է ինքը կապիկություն անի, ինքը այդ կապիկությունը կարա ներսում ոչ այդքան խելացի աուդիտորիայի համոզի այդ իր կապիկություններով, բայց որևէ մտածող մարդ ու հասկացող մարդ ինչա տեղի ունենում, այլևս իրան չի հավատալու։ Այս վերջնագիրի հիատամայի դրա մասին էր։ Ուզում ես գիտեք, դա մի հատ ինձ սենց փորձեմ բերեմ մարդկային հարաբերությունների դաշտ, այդ օրինակը,
Կարող այդքան կոռեկտ չլինի, բայց շատ հասկանալի կլինի մեր հեռուստադիտողներին։ Պատկերացեք ամուսիններ, հա, մարդ եւ կին, հա, որոնք գտնվում են ամուսնության մեջ։ Ու կինը կամ տղամարդը իր ամուսնու աչքերի դիմաց սկսում է ֆլիրտ անել ինչ որ ուրիշ մարդու հետ։ Բացահայտ ֆլիրտ անում։ Ու մյուս ամուսինը ասում է, լսի, մենք ամուսնության մեջ ենք, էլի, քեզ կարգի հրավիրի, հա, որովհետև չես կարող ամուսնացած լինելով իմ աչքերի դիմաց էնել, այդպեսի տենց քեզ պահես, չէ՞։ Ու այդ կինը կամ տղամարդը ֆռա ամուսնուն ասի, գիտես, ինչ ես երբ որ քեզանից լավին կգտնեմ, ես այդ ժամանակ կորոշեմ, ես մնում եմ քո հետ ամուսնության մեջ, թե չէ։ Կարա տենց բան պատահի։ Չի կարա, չէ՞, տենց բան լինի։ Այսինքն երբ որ բերում ենք մենք ինքներս մեր վրա պրոյեկտում ենք այդ ամեն ինչը, հասկանում ենք, որ դա հնարավոր իրավիճակ չի, չէ՞։ Յուրաքանչյուր նորմալ բանականություն ունեցող, մի քիչ ինքնասիրություն ունեցող մարդ դուռը կբացի, կասի դուրս։ Այս քո իրերը, չէ՞։ Հիմա այ մենք այդ իրավիճակում ենք հայտնվել։ Մեզ ասում են, բայց այդ կներեք, այդ ձեր օրինակը նույնիսկ իշխանությունն է բերում եւ ասում է հայ-ռուսական հարաբերությունները ամուսնություն չի, որ մենք էլ հիշում եք ապահարզանի մասին էր խոսում Պուտին, որ մենք էլ ապահարզանի գնանք թե չէ։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը լայվ էր արել եւ բացատրում էր, թե ինչպես պետք է հավասարակշռված եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն իրականացնել։ Հատուկ նժարներ էր բերել եւ ասում էր, որ չի կարելի մեկից կախում ունենալ։ Պետք է եթե կախվածություն, ուրեմն շատ մարդկանցից, շատ երկրներից կախվածություն։ Դա է արդարացված։ Այդ կոմպլիմենտար քաղաքականություն է կոչվում, կոմպլիմենտար քաղաքականություն Հայաստանի Հանրապետություն շատ երկար ժամանակ վարել է։ Նույն Ռոբերտ Քոչարյանը փայլուն կոմպլիմենտար քաղաքականություն է վարել, շատ լավ հարաբերություն ունենալով եւ Ռուսաստանի Դաշնության հետ, եւ Եվրամիության հետ, այն ժամանակ դեռ ԵԱՏՄ-ել չկար, կարողանում էր շատ լավ բալանսավորել։ Բայց նախ Փաշինյանը Քոչարյան չի, եւ երկրորդը աշխարհում իրավիճակն է փոխվել, հասկանում եք, այն հարաբերությունների լարվածությունը, որ կա Արևմուտքի եւ Ռուսաստանի մեջ, որ փաստացի է, որ Արևմուտքը պատերազմում է Ռուսաստանի հետ։ Բառից բուն իմաստով պատերազմում է Ռուսաստանի հետ։ Դու չես կարա այդպես քեզ պահես։ Լավագույն դեպքում, եթե դու շատ խելացի գտնվես, դու չես ընկնի արանքը դրա։ Բայց Նիկոլը այդքան խելացի չի։ Ինքը տանում է հենց մեզ կողում է այդ բախման ամենակիզակետում է մեզ տանում մտցնում։ Դրա համար ինքը այն մարդը չի, որ կարա դա անի միանշանակ ու մեր քաղաքացիները պետք է հասկանան եւ ընտրություններից առաջ գիտակցեն, թե Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու պարագայում ինչ հետևանքներ է ունենալ Հայաստանի համար։ Լավագույն դեպքում մենք տնտեսապես կտուժենք, վատագույն դեպքում մեր մոտ կարող է շատ ավելի վատ սցենարներ սկսեն զարգանալ։ Եվ ես չեմ վախացնում, ուզում եմ մարդիկ ուղղակի հասկանան, որ մեզ շատ են մեղադրում ընդդիմադիր Հայաստանի ունեցող մարդկանց, որ մենք վախացնում ենք բնակչությունից, չեմ վախացնում, ես մատերի վրա փորձում եմ մարդկանց բացատրեմ, մեկին մեկ գումար եք, կստանաք երկու։ Հիմա այդ է տեղի ունենում։ Պետք է հասկանալ, որ հնարավոր չի լինելու այս իրավիճակում այսպիսի քաղաքականությամբ չեն գնել շատ ծանր հետևանքների տակ, հա։ Այսինքն, եթե դու աշխարհի գերտերություններից մեկի դեմ սկսում ես, ուրեմն ոչ, ասենց ասեմ, եթե անունը չդնենք թշնամական, բայց ամենայն դեպս ոչ բարեկամական գործողություններ, պետք է ակնկալես շատ ուժեղ հարված, հա։ Դա լինի Ռուսաստանը, լինի Ամերիկայի Միացյալ Նահանգները, լինի Չինաստանը, որևէ այլ գերտերություն։ Ինչի մեկը կարա Ամերիկայի հետ տենց վարվի, ոնց որ մենք ենք վարվում այսօր Ռուսաստանի հետ ու անպատիժ մնա։ Բացառվում է։ Ամերիկան աշխարհի ամենադաժան երկիրն է։ Մենակ այս տարվա ընթացքում Ամերիկան երկու երկրի ղեկավարի, կարելի ասել մեկին գողացավ օրը ցերեկով, մյուսին էլ ոչնչացրեց բանով։ Ինչա թե իրանք հակառակվում էին Ամերիկային։ Բայց մեր արևմտամետները դրա մասին չեն խոսում։ Դիկտատորը Պուտինն է բարձվում է։ Ինքը ժողովրդավար չի։ Իսկ այն ժողովրդավարը Ամերիկան մտնում է ուրիշի երկիր, իրանց ընտրված նախագահային օրը ցերեկով գողանում է, մյուս ընտրված ղեկավարին էլ կամ հոգևոր առաջնորդին ուրեմն բանով ռակետով ոչնչացնում է։ Չէ, իրենք ասում են, մենք միշտ եղել ենք վասալ, ֆորպոստ Ռուսաստանի համար։ Այ հիմա անկախ ենք։ Շատ լավ։ Դե թող տենց անկախել մնան, տեսնենք ուր կհասնի այդ անկախությունը։ Դուք ասում եք, որ հրաշքով ընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Դուք կարծում եք այդ ձեր ասած վտանգները մեր հանրությունը լիարժեքորեն հասկանում, այսինքն
տնտեսվարողը այո հասկանում է, որտեղ իր գրպանին է արդեն հասնում այդ վտանգը։ Իսկ հանրության լայն շերտեր այս ընթացքում, վերջի այս 1 ամսվա ընթացքում, երբ որ Ռուսաստանը ոչ միայն խոսքով, այլ գործնական քայլերի է անցել, հասկանում է հայ հանրությունը, գիտակցում է, թե ինչ խնդիրների առաջ ենք մենք կանգնելու, եթե այս տեմպը շարունակվի։ Ես սենց ասեմ, ես տեսնում եմ, որ արդեն սկսում է գիտակցել, բայց շատ ավելի արագ կգիտակցի, եթե ընտրություններից հետո այս իշխանությունները մնան։ Այդ ժամանակ սենց ամբողջովին իրենց մարմնի վրա կզգան։ Դա մեկ, երկրորդը, գիտեք, երբ որ մենք խոսում ենք այս ժողովրդի մասին, ժողովուրդը ամենախոցելի դառնալու, եթե այս սցենարները սկսեն իրականանալ, որովհետև Ռուսաստանից ամենաշատը կախված է այ հասարակ ժողովուրդը, ամենաշատը։ Ես ամենակիչն եմ կախված Ռուսաստանից, գիտեք։ Ես լինելով, ասենք, Ռուսաստանի պաշտպան որոշ առումով եւ ունենալով մեծ կապեր Ռուսաստանում եւ իմ կյանքի մի մասը անցկացած Ռուսաստանում մարդ, որը շատ լավ է վերաբերում Ռուսաստանին, ռուս ժողովրդին, ռուս մշակույթին եւ այլն։ Ես ամենակիչն եմ դուժելու։ Ես ամենակիչն եմ դուժելու, հա, իմ համար կթանկանան մի քիչ կոմունալները, իմ համար կթանկանան մի քիչ ապրանքները, որոնք Ռուսաստանից ներմուծվում են։ Բայց ես կախված չեմ, իմ գործունեությունը Ռուսաստանից կախված չի։ Բայց այն մարդիկ, որոնք այսօր շատերը այդպես Նիկոլ գոռալով ման են գալի իր հետևից գյուղերով, իրանք առաջինն են հարվածի տակ հասնելու։ Իրանք հարազատները, որոնք այսօր գնում են Ռուսաստանում խոպան, փող են աշխատում, որ հետո կան իրանք ընտանիքները կարողանան պայն, իրանք են դուժելու, որովհետև սա այդ հնարավորությունները փակվելու է իրանք համար։ Շուկան կփակի աշխատաշուկան եւ այլն։ Դրա համար մարդիկ պետք է հասկանան, որ իրականում այն ուրեմն ռեֆերենդումը, հա, որը մեզ առաջարկում է ԵԱՏՄ-ի ղեկավարները անցկացնել ԵԱՏՄ մնալու կամ դուրս գալու հարցով, տեղի ունենալու այս կիրակի օրը, հունիսի 7-ին։ Այսինքն այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ հունիսի 7-ին, եթե իրանք ընտրում են Նիկոլին, իրանք փաստացի ընտրում են ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Որովհետև Նիկոլը ոչ մի ռեֆերենդում չի անցկացնելու ԵԱՏՄ-ից դուրս գալու համար, ինքը այսօր դրա մասին նույնպես ասել է։ Որովհետև ինքը հասկանում է, որ շատ վտանգավոր է այդ ինքը պատասխանատվությունը կգցի ժողովրդի, բայց ինքը որոշումը կայացնի։ Այսինքն մարդիկ, ով որ գիտակցում են այս վտանգները, այս ռիսկերը, պետք է այս հունիսի 7-ին այդքան մարդին ընտրելը նշանակում այդքան մարդ համաձայն են որոշման հետ։ Եվ ինչ որտեղ նա ճիշտ կլինի, ինչ որտեղ նա ճիշտ կլինի, դրա համար էլ այդ մարդիկ պետք է այսօր մտածեն հունիսի 7-ին, երբ որ իրանք գնալու են ընտրությունների, ինչ են իրանք ընտրում։ Իրանք եթե ընտրում են Նիկոլին, իրանք նաև ընտրում են ԵԱՏՄ-ից դուրս գալը, բայց ոչ Եվրամիությանը միանալը։ Այդ էլ պետք է գիտակցեն, որովհետև մեկը չի նշանակում մյուս։ ԵԱՏՄ-ից կարած դուրս գաս եւ երբեք Եվրամիությունում չհայտնվես, ինչը եւ տեղի կունենա, որովհետև մեզնից առաջ մեծ հերթ կա պետություններից, որոնք ուզում են միանալ Եվրամիությանը, ու որոնց խոստացված է եղել երկրներ կան 20 տարի են սպասում։ Վրաստանը ի դեպ 2003 թվականից են իրանց խոստացել, որ իրանք կմտնեն Եվրամիության կազմ։ Հիմա 26 թիվն է, 23 տարի Վրաստանը սպասում է։ Եվ այնքան են զզվել սպասելուց, որ արդեն հետ են գնում դեպի Ռուսաստան, հասկանալով, որ իրանց համար ավելի կարևոր է իրանց երկրի բարգավաճումը, քան միֆական Եվրամիության մեջ մտնել։ Եվ մի սցենար դիտարկենք, ամփոփենք։ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել են ընդդիմադիրներից որևէ մի ուժ։ Վերափոխվելու է ամբողջ պատկեր աշխարհաքաղաքական այս մեր կուրսի, թե օրինակ Նիկոլ Փաշինյանը եկավ, ասեց ամեն ինչ զրոյից եմ սկսում, զրոյից է սկսում ամեն ինչ։ Թե պետք է ուղղակի վերանայել, ինչ կլինի, եթե օրինակ ընդդիմությունը գա իշխանության։ Ես չեմ կարող այնց միանշանակ ասել ինչ կլինի, երբ որ ընդդիմությունը գա իշխանության, որովհետև այդ ընդդիմությունն էլ տենց միամարմին չի լինելու։ Ամենայն հավանականությամբ լինելու է կոալիցիոն եւ դա լավ է։ Կոալիցիոն կառավարում է լինելու, այսինքն 2, 3, 4 ուժ ով ինչքան կհավաքի, իրար պետք է միանան, ընտրեն նոր իշխանություն, նոր վարչապետ եւ իրենք այդ 2, 3, 4 ուժով պայմանավորվեն նրա մասին, թե ինչ սկզբունքներով է ուրեմն առաջնորդվելու նոր կառավարությունը, նոր իշխանությունը։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում լինելու է շատ ավելի պրագմատիկ կառավարում, որովհետև բոլոր քաղաքական ուժերը, որ այսօր մասնակցում են process-ում, իրենց ղեկավարները շատ պրագմատիկ մարդիկ են, որոնք մտածում են ոչ թե էմոցիաներով եւ այդ այսպես վիճակներով ոնց որ սրանք եւ ինչ որ տենց ռոմանտիկ պատկերացումներով աշխարհի մասին։ Էմոցիոնալ մարդիկ են նրանք ընդհանրապես։
Էմոցիոնալ մարդիկ են, Փաշինյանն ասում է ես էմոցիոնալ եմ։ Շատ լավ է, էմոցիոնալ լինելը լավ բան է, բայց միշտ չէ, ասենց ասեմ։ Էմոցիոնալ նորմալ մարդը բոլորն էլ էմոցիոնալ են, նորմալ մարդիկ, բայց երբ որ քո մոտ մենակ էմոցիա է ու զերո պրագմատիզմ եւ զերո հաշվարկ, դա կարա շատ վատ հետևանքների բերի։ Այսինքն, եթե քո էմոցիայի հետևը չի կանգնած մի քիչ ուրեմն աշխատանք գլխի, դա շատ վտանգավոր է, ինչը մենք եւ տեսնում ենք։ Բոլոր մնացած ուժերի, ընդդիմադիր ուժերի ղեկավարները բավական պրագմատիկ մոտեցում են ցուցաբերում եւ եթե լսում ենք իրանց նախընտրական ծրագրերը, իրանց խոսքի եւ դու հասկանում ես, որ այդ մարդիկ մտածում են գլխով առաջին հերթին։ Եվ դա շատ կարեւոր է առաջին հերթին մտածել գլխով, ոչ թե ստամոքսով։ Եվ դրանից ելնելով եւ ես եւս չեմ կարծում եւ ես չեմ լսել որ որևէ այդ ընդդիմադիր ղեկավարներից մեկը ասի որ չէ մենք գնում ենք դառնանք Ռուսաստանի գուբերնիա կամ միութենական պետություն պետք է մտնենք եւ այլն։ Ինչի մեջ մեղադրում են նրանց։ Այո, իհարկե, բա մեզ իրանք ամեն ինչի մեջ մեղադրում են։ Եթե KGB-ի ագենտ են, ուրեմն դա պետք է լինի, չէ՞, բնականաբար, բայց դա տենց չէ, ոչ մեկից չեմ լսել դա։ Ուրիշ բան, որ մարդիկ հասկանում են, որ կա բնական կախվածություն Ռուսաստանից։ Այդ բնական կախվածությունը ունենք մենք մի քանի ոլորտներում, սկսած տնտեսականից, վերջացած անվտանգային, էներգետիկ, հումանիտար, ինչը պակաս կարևոր չի, հումանիտարը շատ կարևոր բան է, Հայաստանում ապրում է նույնքան հայ, ինչքան Ռուսաստանում ապրում։ Եվ մենք չենք կարող դա անտեսենք, եւ դա չի փոխվելու մոտակա ժամանակներից ոչ մի ձևով։ Եվ այդ հումանիտար բանը շատ կարևոր է։ Նաեւ Հայաստանից տասնյակ հազարավոր մարդիկ մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքներից։ Տասնյակ հազարավոր ռուս զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան եւ այստեղ գումարներ ծախսում եւ туриզմը ընդհանրապես տարիների ընթացքում մեծ զարգացում է ապրել մեծապես Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների մոտապես կարծեմ եթե չեմ սխալվում 40% ամբողջ զբոսաշրջիկները որ գալիս է Հայաստան Ռուսաստանից է գալի չի կարելի դա անտեսել դա բնական կախվածություն է կախվածությունից պետք չի վախենալ կախվածությունը անպայման չի միշտ վատ բան է հասկանում եք իհարկե պետք է աշխատես ինչքան հնարավոր է նվազեցնես կախվածությունը մի աղբյուրից բայց վախենալ դրանից ու վերցնել ուղակի կտրել չմտածելով դրանից հետո ինչ է լինելու դա ամենամեծ հիմարությունն է որ կարելի անել Դիվերսիֆիկացրեք, փորձեք պայմանավորել եվրոպացիների հետ, թող իրանք թողեն ձեզ, իրանք իհարկե իրենց պայմանները կդնեն, եվրոպացիներն էլ ապուշ չեն, իրանք Հայաստանը պետք չի, ոչ էլ հայկական ապրանքներն են պետք, իրանք պետք է, որ Հայաստանը դառնա հակառուսական հերթական ֆորպոստը Կովկասում, դա է իրականությունը, ու իրանք դա չեն էլ թաքցում, գալիս են իրանք բաց տեքստերով ասում են, բաց տեքստերով Հայաստանի կենտրոնից։ Մենք էլ ասում ենք, հա, Եվրոպա գնացինք կամ Ամերիկա։ Դա չի կարելի այդքան միամիտ լինել էլ այս կյանքում, որովհետև միամիտ մարդը լավ չի վերջացնում որպես կանոն։ Պետք է մի քիչ փորձել ստապ դատել եւ տեսնել կրիտիկական մտածելակերպ ունենալ։ Այսինքն փորձել այն ինֆորմացիան, որ քեզ ինչ անշկում կրիտիկական մտածելակերպ, դա բոլոր ուրեմն ինֆորմացիային, որ քեզ հասնում է, դա կրիտիկական մոտեցումն է։ Կարա տենց բան լինի, թե չի կարա, այդ հարցը պետք է տաս։ Միշտ երբ որ քեզ ինչ-որ ինֆորմացիա գալիս է, ինչ-որ մի բան կարդում ես, պետք է հասնես, կարող է սա իրականություն չի։ Հատկապես մեր դարում, որտեղ կա արհեստական բանականություն, որտեղ կան fake լուրեր, որտեղ կան սոցիալական ցանցեր, որտեղ կան մարդիկ, որոնք հատուկ ապատեգատվություն են տարածում, այդ հին ժամանակները չէ, որ ինչ որ թերթում գրում էին ճշմարտիկ վերաբերում են որպես ճշմարտության։ Ցավոք այդ մեծահասակ սերունդին է վերաբերվում սովետական միության, իրանք թվում է, որ միջև հիմա Pravda թերթում ինչ գրել են ու իրանք հավատացել են, որ դա ճշմարտություն է, հիմա էլ ինչ-որ Facebook-ում են կարդում, ելի նույն ձև են դրան վերաբերում, կան ինչ-որ հեռուստացույցով են տեսնում։ Հասկանում եք, իրանք չեն հասկանում, որ դարը փոխվել է, որ իրանք մանիպուլացնում են, սուտ լուրեր են հատուկ տարածում, հրամցնում են տարբեր գաղափարներ, որոնք ընդհանրապես իրականության ոչ մի աղերս չունեն։ Եվ դա լուրջ խնդիր է, դա երկրկրթության հետ կապված խնդիր է ու կարծում եմ, որ մյուս մեր իշխանությունների հույսով են, որ այս ընտրություններից հետո կփոխվի, առաջնահերթ խնդիրը պետք է լինի հենց կրթությունը։ Այն ինչ որ մենք մեծ բացթողում ենք ունեցել վերջի 30 տարիների ընթացքում, մեծագույն բացթողում է եւ ես ազնվորեն կարծում եմ, որ բոլոր նախագահներն են նախկին մեղավոր դրանում աչքաթողենարել կրթությունը։ Աչքաթողենարել կրթությունը, աչքաթողենարել մշակույթը, եւ դրա համար մենք հայտնվել ենք այսպես սարսափելի վիճակում։ Դրա համար հնարավոր դառավ, որ Նիկոլ
Փաշինյանի նման չեմ ուզում դիրավորական ոչ մի բան ասեմ, բայց իմ կարծիքով ոչինչը կարողանա դառնա կարծես թե խելացի, հին, հմուտ, չգիտեմ, բազմաթիվ ուրեմն կատաստրոֆաների մեջով ազգի ղեկավար։ Դա վատագույն երազում հնարավոր չէր պատկերացնել, որ դա կարա, եւ դա մեծագույն առումով կրթության պակասից է գալի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։